Գյումրիում սոցիալական խնդիրների լուծման և բնակարանային ֆոնդի թարմացման ուղղությամբ նոր հավակնոտ քայլեր են ձեռնարկվում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ քաղաքում զգալի թափ է ստանալու սոցիալական բնակարանաշինությունը, ինչը հնարավորություն կտա տասնյակ ընտանիքների ապահովել սեփական տանիքով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 2 նորակառույց շենքի հիմնում։ Գյումրիում կկառուցվի 100 բնակարան, որոնք նախատեսված են լինելու սոցիալապես անապահով և բնակարանի կարիք ունեցող ընտանիքների համար։ Շինարարությունն իրականացվելու է սուբվենցիոն ծրագրով, պետություն-համայնք համագործակցության արդյունքում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ նաև ծրագրվում է ավարտին հասցնել մի շարք թաղամասերում առկա կիսակառույցները։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս շատ ընտանիքների հանել ժամանակավոր կացարաններից։ 58 թաղամասում կա նաև մուշ թաղամասում կիսակառույցները շարունակել, վերջնական տեսքի բերել եւ որպես սոցիալական բնակարաններ հատկացնել կարիքավոր սոցիալապես անապահով, հատկապես միայնակ ծերերին, կարգային հիվանդներին, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին։ Ըստ Գյումրու քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի համակարգող Անուշավան Պապիկյանի, արդեն իսկ հաջողվել է առկա բնակֆոնդի հաշվին տասնյակ ընտանիքների բնակարանով ապահովել։ Մոտ 48 բնակարան արդեն տվել ենք տարբեր շենքերից, տարբեր ֆոնդերից, հիմնականում Վարդբաղ թաղամասից։ Բնակարաններ, որոնք տասնյակ տարիներ լքված են եղել եւ քաղաքապետի հանձնարարությամբ այդ բնակարաններն այսօր արդեն վերակառուցման, վերանորոգման ընթացքի մեջ են։ Պաշտոնյայի խոսքով Գյումրիում չսեփականաշնորհված մոտ 2000 բնակարան կար, որից 1550-ը դեռ չի մասնավորեցվել։ Ըստ պատասխանատուի գործընթացը դանդաղում է մի շարք հանգամանքներով պայմանավորված, նաև իրավական խնդիրների պատճառով։ Օրական զանգում ենք, հրավիրում ենք, տարբեր առիթներով չեն կարող սեփականաշնորհել։ Բացակաների իմաստով ընտանիքից բացական անդամներ կան, որոնք չեն կարող լիազորագրեր կոնե ներկայացնել, ինչպես նաև կադաստրի գումարները չեն կարող մուծել։ Փաստ է, որ համայնքը նվեր է տալիս, նվիրատվության ձևով է սեփականաշնորհում, բայց մնացածը ասենք կադաստր նոտար ինչ-որ գումարային խնդիրների կամ չափագրումները մեծ գումարներ են, ժողովրդի համար մեծ գումարներ են, այդ պատճառներով չեն սեփականաշնորհում։ Անուշավան Պապիկյանի համոզմամբ պետական մոտեցում է պետք գործն արագացնելու համար։ Հնարավոր է կառավարություն ինչ-որ քայլի կնա, կադաստրի եւ այլն, հատկապես չափագրման պահերով, ինչ-որ չափով ժողովրդին զիջման կամ այդ գումարները չմուծելու կարգով չեմ կարող ասել, այստեղ կառավարության միջամտությունը պետք է։ Համայնքային գույքը զբաղեցրած ու սեփականաշնորհման գործընթացն արհեստականորեն դանդաղեցնողների համար տեղական իշխանությունն ունի հստակ ու վճռական հակազդման իր մեթոդները։ Ինչպես վարվեցինք Վարդբաղ թաղամասի բնակարանների հետ լքված, հայտարարություն կտանք նաև այդ շենքերի բնակիչներին, ժամկետ կնշանակենք, սահմանենք, ժամկետների ընթացքում ներկայացան օրդեր եւ այլն բոլոր տեսակի փաստաթղթերով ներկայացան, լավ չներկայացան, դարձյալ որոշում կայացնենք այդ բնակարանները վերաբաշխելու։ Քաղաքային իշխանությունները վստահեցնում են, սոցիալական այս քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ, որպեսզի տնակների դարաշրջանը Գյումրիում վերջնականապես պատմություն դառնա։